Հավանաբար բոլոր տղաները իրենց մտքում պատկերացրել են կամ պատկերացնում են իրենց ապագա ընկերուհուն կամ կնոջը։ Ամեն ինչ ձեր ուզածով եւ սրտով, թե բնավորությունը, թե արտաքինը, ամեն ինչը։ Եվ իրականում այդպես էլ չեք հանդիպել, կամ ով հանդիպել է ոչ իր պատկերացրածն է եղել։ Ուղղակի համակերպել է եւ այդպես էլ շարունակում է շփվել։ Իսկ որոշները անգամ հույսը կորցրել են եւ մտածում են ում որ գոնե մի քիչ հավանեն, կշփվեն եւ կամուսնանան։ Իսկ հիմա ասեմ, թե ինչն է պատճառը, որ տղամարդը հույսը կորցնում է իր պատկերացրած աղջիկ գտնելուց։ Պատճառը երկար ժամանակ չհանդիպելն է այդպիսի մարդու։ Եվ ավտոմատ տղամարդը սկսում է մտածել, որ այդպիսի աղջիկ գոյություն չունի։ Տարիները անցնում են, դուք մեծանում եք, չեք գտնում այդպիսի աղջիկը եւ որոշում եք տենց գոնե մեկի հետ պսակվեք։ Այսինքն բոլորի մեջ վախ կա, որ իրենք չեն պսակվի եւ կմնան տանը, թե տղաների, թե աղջիկների մոտ։ Ու ամեն անգամ բարեկամները եւ ծանոթները ասելով բա երբ ես պսակվելու բան, ավելի են ամրապնդում այդ վախը ձեր մեջ։ Եվ որպիսի պրսնեք այդ դարդից, որոշում եք պսակվեք ոչ ձեր սրտով աղջկա հետ, մտածելով ժամանակի ընթացքում կսիրեք նրան։ Իսկ հիմա կկիսվեմ ձեր հետ, թե ինչ եմ մտածում ես տվյալ հարցի շուրջ։ Իրականում չամուսնացած լինելը ամոթ բան չէ։ Ձեզ մի փաստ էլ ներկայացնեմ, գրեթե բոլոր աշխարհարժեք մարդիկ ամուսնացած չեն եղել, որ հասել են լիքը մեծ հաջողությունների իրենց կյանքի ընթացքում։ Ավելի լավ է չամուսնանալ, քան ամուսնանալ մի աղջկա հետ, որը որ ձեր պատկերացրածով չէ։ Երբեք մի կորցրեք ձեր հույսը, ձեր պատկերացրած աղջիկը իրականում գոյություն ունի։ Ուղղակի դուք դեռ չեք հանդիպել, կամ եթե հանդիպել եք ուշադիր չեք եղել եւ կողքով անցել եք։ Հավատացեք ամեն ինչ լավ է լինելու եւ հիշեք, որ հիմա լիքը մարդ ուղղակի երազում է ձեր պես չամուսնացած լինել։ Եվ իհարկե ամենակարևորը, եղեք ամուր, եղեք ուժեղ, եղեք տղամարդ, առայժմ։